Նախ ես հասկանում եմ իհարկե, որ Հայաստանում որոշ օլիգարխիկ ու կլանային ուժեր ամեն կերպ փորձում են արժեզրկել ժողովրդավարական ընտրությունների մոդելը ներկուսակցական համակարգում, բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ մեր ընտրություններում ընդհանրապես ժողովրդավարության հետ կապված կամ կեղծիքների հետ կապված որևիցե միջադեպ չի եղել, բայց ես ուզում եմ ձեզ նաև ասել, որ սենց այսպիսի ընտրական մոդել, որ 1000 հոգի ընտրում է մեկ քվեաթերթիկի վրա 20 հոգու, 30 հոգու, այս դեպքում 50 հոգու, դա շատ բարդ ընտրություն է եւ շատ բարդ հաշվարկ է իրանից ենթադրում, այդտեղ կարա լինի սխալ մունք, կարա հաշվարկի ժամանակ մեկի ձայնը սխալ հաշվի, մեկինը շատ հաշվի, կարա 50-ի տեղը 49 տեսնի, կարա անվավեր քվեաթերթիկը վավեր համարվի, որտեվ օրինակ եթե 49 հոգու ընտրի պատվիրակը, դա անվավեր է, ու նմանատիպ սխալմունքներ լինում են ու հա կարա լինի այդպես սխալմունքներ, բայց դա ժողովրդավարության մաս է, մեր նախորդ ընտրությունները վարչության այնքան անբասիր են եղել, որ նույնիսկ ամենաանդիմադիր լրատվականները, բացի ինչ-որ մատից ծծած ինչ-որ նյութերից, ոչ մի բան նույնիսկ չեն կարծել նորմալ հորինեն այդ ընտրությունների հետ կապված։ Հիմա է մեր ամբողջ քվեարկությունը լայվով է ընթանում, բոլորը յուրաքանչյուր քաղաքացի աշխարհի ցանկացած ծայրից կարա մտնի տեսնի այդ լայվը, թե ոնց են մարդիկ քվեարկում, մեր հաշվարկն էլ է լայվով լինելու, մարդը կարա ամբողջ process-ը ինքնուրույն նստած հաշվի, քանի հոգի մտավ ընտրա տեղամաս, քանի քվեաթերթիկ հանեցին, քվեաթերթիկը հանելուց կամերային ցույց են տալիս, կարա ինքը ստոպ տա, ինքը նայի քվեարկության արդյունքները, ամբողջ ընթացքում քվեատուփը իր աչքի առաջ, այսքան ժողովրդավարական ընտրություններ, ինչքան մեր նախորդ վարչության ընտրություններն են, ինչքան հուսով եմ ու Աստված առաջ այս մի ընտրություններն են լինելու, շատ դժվար է պատկերացնելու։ Մեր թիմակիցները նման հայտարարություններ չեն արել, դուք մեր թիմակիցներին հայտարարություններ եք վերագրում, որոնք նրանք չեն արել։ Պարոն Ալեքսանյան, իսկ այս ընտրություններից ինչ-որ հնարավոր է կտրուկ այդպես փոփոխություններ, օրինակ առանցքային դեմքեր, ովքեր դուրս մնան գտնության արդյունքում։ Իհարկե, ամեն ինչ ընտրությունը ենթադրում է, որ ամեն ինչ էլ հնարավոր է։ Հիմա գնացեք մեր ընտրողներին հարցրեք ում եք ընտրել, պարզվի առանցքային ինչ-որ ձեր պատկերացմամբ առանցքային ինչ-որ մեկին չեն ընտրելու ու հենց այդ է ընտրության իմաստը, որ ընտրությամբ մարդիկ որոշում են, կուզեն այսպես կորոշեն, կուզեն այնպես կորոշեն։ Իսկ հաշվարկը ինչպես է լինում։ Նախորդի պես ամբողջ քվեարկությունը կավարտվի, առանձին օրերով հաշվարկ չենք ունենալու, ամբողջ քվեարկությունը կավարտվի, քվեաթերթիկների սկանավորման եղանակով, հետո նաև ձեռքով հաշվարկի տարբերակով ամբողջությամբ երկար process է, բայց որը իսկ արդեն վերջնական ցուցակ ամբողջական տեսքով եւ կգնդապանը դե երբ որ երկրորդ փուլի քվեարկությունն է լինի այդ ժամանակ։ Պարոն Ալեքսանյան, սա կարծեք թե կուսակցությունների պատմության մեջ նոր ներդրված մեխանիզմ է, ինչին սա կնպաստի հետագայում այդ կուսակցությունները։ Ես կարծում եմ կան կուսակցություններ, որ փորձել են սրա իմիտացիան իհարկե անեն, բայց ակնհայտ է, որ այդ կուսակցությունները մոտ չեն եղել ժողովրդավարական մոդելին ու առհասարակ կապ չեն ունեցել ժողովրդավարության հետ, իրանք ինչ-որ իմիտացիաներ բնականաբար փորձել են անել, բայց սա հենց ինքնին բան է, էլի մեսիջ է մեր քաղաքացիներին, որ սիրելի քաղաքացիներ, չի կարող ժողովրդավարական լինել մի թիմ, որ ինքն իր ներսում ժողովրդավարական չէ։ Այսինքն եթե թիմը ինքն իր ներսում իր ուժերի բաշխվածությունը չափում է օլիգարխիկ կլանին այս կամ այն պատկանելիությամբ, օլիգարխիկ կլանում այս կամ այն մասնաբաժինն ունենալով կամ փողի չափով, քսակի չափով, ավելի մեծ քրեական հեղինակություն լինելով կամ մնացած, այդ թիմը չի կարող երկրի համար ժողովրդավարական մոդել բերի կամ ժողովրդավարական մոդել կառուցի։ Մեր կուսակցությունը իր ներսում էլ ամեն ինչ չափում ժողովրդավարական մոդելներով։